Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում իրավապահները գործողություններ են իրականացրել։ Թաղապետը հայտնեց, որ իրենց աշխատակիցներից մեկը տնային կալանքի տակ է։ Եվ այս բանի նախաքննությունը դեռ, եթե չեմ սխալվում, շարունակվում է, որևիցե այլ բան չեմ կարող ասել, եւ կարող եմ նաեւ փաստել եւ վերահաստատել մեր դիրքորոշումը, որ համայնքային պետական բյուջեից 1 լումա անգամ գողանալը դա մեղմ ասած սրիկայություն է։ Ոչ միայն համայնքային բյուջեից գողության մասին է խոսքը, այստեղ նաև խոսքը այն մասին է, որ ասենք ինչ որ մի բան արձանագրելու, ինչ որ մի բան չարձանագրելու համար կաշառք վերցնելու նաև մասին է խոսքը եւ այդ բոլոր երևույթները մեզ համար անընդունելի են։ Քաղաքապետն ասում է, սա դարձել է անընդհատ կրկնվող եւ համակարգային խնդիր։ Ինչ որ տենց այլ մոտիվացիոն միգուցե տրամաբանությունը պետք դնել, որովհետև ոնց հասկանում եմ, այնտեղ բանը շատ է, էլի, գայթակղությունը շատ մեծ է եւ պետք է համապատասխան ինչ-որ համակարգային երևույթը լուծումներ գտնել։ Ավինյանն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքի գիշերային լուսավորության համար կատարվող աշխատանքներին։ Համայնքներ կան, որոնք LED լուսատուներ ունեն։ Դրանք ըստ Ավինյանի էական էներգախնայող են եւ քաղաքի փողոցներն ու բակերն ավելի լուսավոր են դառնում։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ այստեղ մի փոքր ավելի խորը վերլուծության կարիք ունենք, որովհետեւ մասնավորապես այս աշխատանքները այսպես թե այնպես ազդում են մեր միջավայրի վրա եւ մասնավորապես որքան որ հասկանում եմ վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ էականորեն ազդում են նաեւ ծտերի միգրացիայի վրա։ Քաղաքապետը պատասխանատվությունը դրեց վարչական շրջանների ղեկավարների վրա։ Նրանք պետք է ապահովեն, որպեսզի վարչատարածքներում տեղադրված տարբեր ապարատների եւ բանկոմատների համապատասխան վճարումները մուտք արվեն քաղաքային բյուջե։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։